Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ Հայ կյանք եւ USA Armenian Life շաբաթաթերթի գլխավոր խմբագիր աշխարհաքաղաքական վերլուծաբան Ապո Չապարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Չապարյան։ Բարև ձեզ, Երմինե։ Պարոն Չապարյան, ընդհանուր առմամբ քարոզարշավի 12-րդ օրն է ընթանում, Միացյալ Նահանգներից այ հեռվից հետևելով, ինչ տպավորություններ եք ստանում առաջադրված 19 ուժերի օրակարգերի առաջարկների մասին, ինչ տեսակետ ունեք, ըստ ձեզ ինչ է առաջարկվում այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Իմ պատկերացումով եւ իմ նման սրտացավ ամերիկահայերի պատկերացումով հայկական պետականությունը վճռորոշ բազմաշրջան մտածե եւ գնահատե ամենաթժվար ժամանակներում եւ սա հայկական ինքնիշխանության, անկախության, պաշտպանության, ժողովրդավարության, սոցիալ արդարության, հասարակության հզորացման համար գենաց մահու պայքար է եւ մեր հասարակությունը այդ առումով պետք է ասել բավականին ըսկոն դարձած է եւ 2020 թվականի 44 օրյա Հայաստան արշավը թեկուզ շատ ծանր նստավ բոլորիս վրա, բայց մեզ դարձրեց ավելի ուժեղ, ինչպես որ խոսք կա անգլերենով այնինչ որ քեզ չի սպանել, քեզ գուժեղացնել։ Պարոն Չապարյան, մենք տեսնում ենք պարբերաբար ամենատարբեր ազդակներ ենք ստանում նաև ինֆորմացիա, որ Ռուսաստանի Դաշնությունը այնուամենայնիվ ամենակոշտ ձևով փորձում է միջամտել ընտրություններին, այդ հիբրիդային պատերազմը ասվածը արդեն շատ ավելի տեսանելի է դառնում։ Վերջին, այսպես ասած, փաստերից մեկը փաստերի ստուգման հարթակն է հրապարակել, թե օրինակ ինչպես Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի աշխատակիցը զեկուցում է իր վերադասին, որ Հայաստանի վարչապետի մասին իրեն ստեղծած կեղծ լուրը հաջողությամբ տարածվել է, այնտեղ նաև ամբողջությամբ ներկայացված է ռազմավարությունը, թե ինչ մեխանիզմներով եւ ինչպես են փորձում, ինչ թեզերով են փորձում ազդել Հայաստանի Հանրության վրա, ընտրողի վրա, այսինքն ստացվում է, որ այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնությունը չի հանձնվելու եւ հնարավոր ու անհնար բոլոր օղակներով, մեխանիզմներով փորձելու է միջամտել, ազդել ընտրությունների վրա։ Ինչպես հասկանալ այս բացահայտումները, պարոն Չապարյան։ Ես երբեք անագնկալի, ինձ համար անագնկալ չէ մեկ խոսքով, սա բոլորիս համար ագնկալելի սցենար է, որովհետև սկսած ցարական Ռուսաստանից մինչև սովետական Ռուսաստանը, մինչև Պուտինյան Ռուսաստանը նույն քաղաքականությունը կվարեն տարածքաշրջաններս հարավային Կովկասի մեջ եւ երբեք ըստ երևույթին ռուսական կորձոնը կամ ռուսական պետության այսօր այսպես կոչված ռուսական դաշնությունը երբեք իր արտաքին քաղաքականությունը հանդեպ Հայաստանի եւ ընդհանրապես հարավային Կովկասի չէ փոխած եւ իրեն համար հարավային Կովկասի հանրապետությունը ասենք Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, որ իր մտածին արհեստական պետությունն է, իրեն համար զայրաքավարներ են եւ ինքը պետք է Կրեմլը գարիք ունի լումայափոխի նման, գուրուշների նման, սենթերի նման օգտագործելու եւ Հայաստանին եւ Վրաստանին եւ Ադրբեջանին, որովհետեւ իր աշխարհակական խնդիրները լուծի։ Սակայն ըստ երևույթին Եթե վերադառնանք այս միջամտություններին, պարոն Չապարյան, որ փորձում են ազդել այնուամենայնիվ ընտրողի վրա, սա ինչ նպատակ ունի, որովհետև միջամտությունները հստակ ուղղված են նրան, որպեսզի միանշանակ նպատակ ունի այն Հայաստանը վերածելու գուբերնիա, այսինքն ռուսական զայրաքաղարի եւ իր կորձակալները մենք արդեն ակնհայտ մեզ հստակ է, որ իր կորձակալները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Ղարաբեդյան, Դաշույթ Սամո, Արա Աբրահամյան եւ իրենց բոլոր գլանը նույնպես եւ դժբախտաբար Հայաստանից Արաքելական Երեսու ղեկավարությունը
անցինս կարեկին բգդրիչ ներսեսյանին, Մոսկվայի եզրասկարու ներսեսյանին և դժբախտաբար նաև սպյուրքյան ասենք դարեր կան և որոնց հերթին օրնագմար Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և մի քանի ասենք մեծահարուստներ և սպյուրքի մեջ և Հայաստանի մեջ, որոնք ընդգրկված են Ռուսաստանի կողմէ որպես գործակալներ, որպես թավաջանական աշխատանք տանող գործունեություն տանող մարդիկ ամեն կերպ ցախողեցնելու Հայաստանի Հանրապետության հասարակության առողջ որոշումի կայացման գործընթացը, այսինքն մի կերպ արևանքելու համապետական ընտրությունները, որը կկայանա հունիսի 7-ին։ Եվ այս առումով պետք է ասել, որ մենք ականատես եղանք վերջին ամիսներին, թե ինչպես Կրեմլը տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսեց և Մոլդովայի ընտրություններին, և Ռումանիայի ընտրություններին, և վերջերս անշուշտ Հունգարիայի ընտրություններին։ Ուրեմն քաղաքականության այդ ընթացքը և modus operandi-ն նույնն է, նույն նպատակը գետնաբանել ամեն կերպ ենթակա պահել նախկին Սովետի Հանրապետությունները, որպեսզի իր հետընթաց ապրող աշխարհաքաղաքական դիրքերը վերակազմավորել և վերաթարմացնել։ Պարոն Չապարյան, իսկ ձեր համար անակնկալ է, որ գործի է դրվել նաև մաֆիան, քրեական ենթամշակույթը, օրենքով գողերը, այսպես ասած, օրերս քննչական կոմիտեն հայտարարություն արեց այն մասին, որ Արտեմ Դորունցը, օրենքով գող Արտեմ Դորունցը սպառնալիքի, հարկադրանքի, հայհոյանքների և այլ գործողությունների միջոցով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին հորդորել է, հրահանգել է չընտրել քաղաքացիական պայմանագրին Նիկոլ Փաշինյանին, ինչպես հասկանալ նաև նման միջամտությունները։ Ոչ մեկիս համար դա նորություն չէ, մենք շատ հստակ կերպով իրազեկված ենք, որ քրեա օլիգարխիկ մշակույթը, որը սկսած է առաջին նահանգահի օրոք և նաև առավել զարգացած է երկրորդ նահանգահի Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նահանգահի Սերժ Սարգսյանի, այս քրեա օլիգարխիկ մշակույթը մեզ պետք չէ զարմացնել, այլ մենք պետք է զարմացած լինենք, եթե այս թյուրիմացություն, քաղաքական թյուրիմացություն որակավորված ուժերը, որ հակազգային, հակապետական քրեա օլիգարխիկ մշակույթի գրողները, եթե իրենք շեմը անցնեն և սա շատ կարևոր անգամանք մնե, որ Պարոն Չապարյան, ներողություն եմ խնդրում, բայց իրենք նպատակ ունեն Գյումրու սցենարի մասին տողատակում երբեմն խոսվում է, նպատակ ունեն բոլոր ուժերը միասին Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, այսպես ասած գոնե 3-ով հաղթել իշխող ուժին, սահմանադրական մեծամասնություն կամ մեծամասնություն կազմել, 50+1 հավաքել։ Դուք այդ հավանականությունը տեսնում եք։ Այդ հավանականությունը, եթե օրենքի քերակայությունը պահպանվի, այդ հավանականությունը դժվար թե իրականանա, ինչու։ Եթե օրենքը գործի և իրավաբան մարմինները իրենց պարտականությունները լի կատարեն և շարունակեն ինչ-որ գովելի է, որ վերջերս սկսած են ավելի առավել բացահայտել գաշարադվությունը և գաշարագերությունը, շատ կարևոր հանգամանք մնե, որ ոչ միայն գաշարադուին բացահայտել, այլ նաև գաշարագերին բացահայտել։ Եվ այս առումով իմ առաջադրանքն է և իմ նմանների առաջադրանքն է, որ Հայաստանի իրավաբան մարմինները սաստկացնեն իրենց գործունեությունը, որովհետև մենք գործ ունենք 5 միլիարդ, 7 միլիարդ, 10 միլիարդ բյուջեի հետ, որը Կրեմլը ըստ արժանավատ աղբյուրներին տրամադրած է, որ գաշարադվություն, գաշարագերություն և լայնատարած դեզինֆորմացիայի, այսինքն ապադեղեկատվության
լայնատարած, լայնամասշտաբ դարաձում, ինչպես ու քիչ առաջ նշեցիք ձեր հարցադրումի մեջը, թե ինչպես ինչ են մեր դեպավորությունները եւ Կրեմլի անմիջական գծորդները դեղեկատվություն կներկայացնեն, որ ասենք XYZ ապատեղեկատվական պրոյեկտները հաջող կերպով գործադրված են։ Ուրեմն ըստ երևույթին սա մենք պետք է ընդունենք լուրջ մարտահրավեր եւ լուրջ պետական համար առաջին սպառնալիք եւ Հայաստանի իրավաբան մարմինները եւ թադա իրավական համագարկը, որը դժբախտաբար թերևս ռուսական որոշ չափով ռեսաստրուկների ասիության դագ է, բայց իբադիվ ներկա ասենք իշխանության պետք է ասել, որ բավականին առողջացած գտնվի եւ անշուշտ այդ արշավը պետք է ավելի արագացվի եւ առավել թադայրավական կորձունեությունը զարգանա եւ ամենակարևորը գայծակնային արագությամբ գործը։ Օրինակ այս նույն երեք ուժերը, որոնց վարչապետը պատերազմի եռագլուխ կուսակցություն է անվանում, ինչ են առաջարկում, ինչ առաջարկով են գալիս, որովհետև առաջարկները սովորաբար նրա մասին են, որ գալու ենք, ուժեղախաղություն ենք բերելու, երկրում աղքատությունը վերանալու է, խոսում են անտոկոս կամ շատ ցածր տոկոս վարկերի մասին, խոսում են Արցախի մասին, արցախցիների վերադարձի մասին։ Եթե այդ պոպուլիստական հայտարարություններից կտրվենք, պարոն Չապարյան, ըստ էության ինչ են առաջարկում այս երեք ուժերը՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան։ Իրենք միանշանակ առաջարկում են վերադարձ թեպի քրեա-օլիգարխիկ հին քողապետական ռեժիմը, իհարկե իրենք ըստ երևույթին այն փարաբաշարը, որ գործածեն, դա ուղղակի սդափանություն է, բարձրապես ընդրող քաղաքացիական հասարակության մոլորեցնելու համար է, բայց իրենք իրականության մեջը իրենց ռեալ առաջարկությունը մշտական պատերազմ է եւ անշուշտ մշտական քրեա-օլիգարխիկ մշակույթի հովանու ներքո թալանի շարունակությունը, հայաթափման շարունակությունը եւ ամեն կերպ տարածքաշրջանային ապակայունացումը բարձրապես որբեսի կարողանան իրականացնել ռուսական ասենք միահեծան գործոնի վերահաստատումը տարածքաշրջանին ներս։ Իսկ այդ խոսույթը, պարոն Չապարյան, որքան էլ որ նախընտրական քարոզարշավ է, ուժերը մտել են մրցակցության մեջ, փորձում են միմյանց ամեն կերպ այսպես ինչ-որ իմաստով հարվածներ հասցնել, բայց խոսույթը, օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանի, երբ համբալով է դիմում քաղաքական ուժի ղեկավարին, երկրի վարչապետին եւ կամ կռացած կզած լինելու մասին է խոսում, հետո հակադարձում են իհարկե Քոչարյանին քաղաքացիական պայմանագրից, այս խոսույթը նորմալ եք համարում նախընտրական շրջանում։ Դժբախտաբար, եթե նորմալ ժամանակներում լայնք, դիտեսեի իհարկե ոչ, բայց նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ընդհանրապես այդ հին քողապետական ռեժիմականները, քանի որ ըստ երևույթին թադայրավական համագարկը գործում է եւ իվադիվ հասարակական քաղաքացիության ըսկոնության մագարտակը ավելի բարձր է եւ ժողովուրդը չի խախտվի ըստ երևույթին իրենց կաշառատվությամբ, դրա համար իր զայրույթից ժողովրդին անարդար կերպով բիդակավորում է որպես համբալ, բայց դա նաեւ լավ նշան է, ինչքան իրենք ժողովրդին համբալ կբիդակավորեն, այնքան լավ է քաղաքացիական պայմանագիր ուսակցության համար եւ ընդհանրապես հայկական պետականության ինքնիշխանության, անկախության եւ պաշտպանության օգտին համար պայքարող ուժերին համար, այսին առողջ ընդդիմության համար, որը շատ ավելի նախընտրելի դիտելար իրականացնել հունիսի 7-ի համապետական ընտրություններու արդիվ, որպեսզի հայկական պետականությունը մեկընդմիշտ սերբազատվի
այս դստրուկներից, այս պարազիտներից, որոնք գերց ընդդիմություն են եւ ոչ մեկ կերպ հայկական պետականության օգտին համար սրտացավ ընդդիմություն չեն, որովհետեւ Իսկ դաշտը առողջանալու միտում տեսնում եք, պարոն Չապարյան, դաշտի առողջացման միտում տեսնում եք, որ օրինակ խորհրդարանում կհայտնվեն, ինչպես դուք ասացիք, կեղծ ընդդիմություն այս ուժերին, մենք կտեսնենք առողջ ընդդիմություն, առողջ ուժերի։ Բարդաթիր է, եթե Հայաստանի Հանրապետության հասարակությունը այս մեկը չիրականացնի, ուրեմն մենք լուրջ աշխատանք ունենք կատարելի, որովհետև Հայաստանի հայ հասարակությունը, ընդրող հասարակությունը իմ կարծիքով, իմ տպավորությամբ հատկապես 2020 թվականի 44 օրյայի լույսին տակ, երբ մենք հավաքաբար ականատես եղանք ռուսական դաշնության թավաջանության եւ ներքին ռսաստուկների թավաջանական կորձունեության, սա արդեն մեզի պետք է ստապեցնե եւ մենք ճիշտ որոշում կայացնելու այդ առողջ մեխանիզմը ստեղծենք յուրաքանչյուրս իր մտաշխարեններս, որովհետեւ մեկ անգամ միշտ լիկվիդացիայի ենթարկենք։ Պարոն Չապարյան, ներողություն եմ խնդրում, բայց 44 օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը 2021 թվականին ընտրություններով պատասխանեց այդ իրավիճակին, ընդհանուր առմամբ տվեց իր պատասխանը։ Հիմա այլ իրողություններ են 21 բայց այդ պատասխանը բավարար լուծում չի առաջացուց, որովհետև դժբախտաբար մենք ունեցանք այն ինչ որ ներկայիս ունենք, գերց ընդդիմություն եւ 2021 թվի ընտրությունները, այո, ես շատ մխիթարված եմ, բայց ուրախ չեմ, մխիթարված եմ, որ ռևանշիստական այդ ուժերը չկարողացան հասնել իրենց նպատակին, դա շատ քնահատելի է, բայց միևնույն ժամանակ հուսախաբ եմ, որ 2021 թվին փոխանակ առողջ ուժերը մուտք գործեն ազգային ժողով եւ սպառեցնեն պետության հանդեպ հավատարիմ ընդդիմության այդ գործունեությունը իրականացնելու մենք ներկայիս դժբախտաբար 2021 թվից մինչև հիմա գործ ունենք գերց ընդդիմության հետ, որը ամեն քայլափոխին սաբոտաժի կենթարկել հայկական պետականության լիակատար կայացումը եւ առաջ կդանի ասենք ռազմահունչ անհիմն քաղաքականությունը հատկապես երբ իրենք 1991 թվից մինչև 2018 թիվը արիթը ունեին իսկական ընդրություն կատարելու եւ իսկական խաղաղություն արդարության հիման վրա եւ հայ ժողովրդին համար իսկապես օգտակար եւ շահավետ քաղաքականություն վարելու իրենք կատեգորիկ ուրեմն 180 աստիճան հագարակ քաղաքականություն վարեցին եւ տնտեսական եւ արտաքին քաղաքական եւ ռազմական մենք ականատես եղանք թե ինչպես իրենք թալանի ենթարկեցին պաշտպանության բյուջեն ականատես եղանք ինչպես իրենք Հայաստանի արդյունաբերությունը շարքից դուրս բերին գազམ་ականտեցին արդյունաբերությունը աշխատատեղերը բժացուցին մասսայական առումով եւ մենք ունեցանք դժբախտաբար 2021 թվին այն դժվար ժամանակները, բայց հիմա արդեն 2026 թիվն է, երբեք ընդունելի պիտի չլա, որ այս իմ քողաբեդական ռեժիմականները վերստին մուտք գործեն ազգային ժողովին ներս եւ սպառեցնեն մեզ համար այնքան կենսական կերպով կարևոր հանդիսացող այն պաշտոնները,
անտիմատիրի պաշտոնները եւ դա օգտագործեն, շարունակեն օգտագործել հայկական պետականության կայացման դեմ։ Եվ վերջում պարոն Չապարյան, շատ է խոսվել այդ մասին, ընդ որում եւ անդիմադիր, այսպես դիրքավորում ունեցող ուժերն են խոսում եւ իշխանության ներկայացուցիչները, որ այս ընտրությունները պատերազմի եւ խաղաղության մասին են, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե այս ուժերը ընտրվեն, պատերազմի եռագլուխ կուսակցություն անվանելով նրանց, պատերազմ է լինելու, նոր սեպտեմբերյան պատերազմ, սեպտեմբերյան իհարկե պայմանական է ասված, բայց այնուամենայնիվ հակադարձում են օրինակ Սամվել Կարապետյանի ուժն էլ հակադարձում է, թե եթե քաղաքացիական պայմանագիրը ընտրվի, տնտեսական պատերազմ է լինելու Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչ է կարծում, արդյոք իսկապես պատերազմի եւ խաղաղության միջև է ընտրելու քաղաքացին եւ ել ինչ երկընտրանքներ է դրված, ինչի միջև է ընտրելու եւ ինչին են միտված այս խոսակցությունները պատերազմի մասին։ Սրանք վախեցնելու մասին են, թե իսկապես այդ վտանգը ռեալ դեռևս կա։ Ես պիտի հստակ շեշտադրում պիտի փափակեի կատարել, որ հին ռեժիմականների, Դաշիր Սամոների, Ռոբերտ Քոչարյանների այդ վախեցման քաղաքականությունը միտված է այո, քաղաքացիին վախեցնելու, սակայն հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած միտքը, որ եթե հները կան, պատերազմ է լինելու, ես պիտի շատ ավելի վատ է լինելու, որովհետև դա ուրեմն սրտացավության համար բարոն Փաշինյանը այդպիսի փնոթարկում կներկայացնի, շեշտադրում կկատարի, իսկ Դաշիր Սամոները, Ռոբերտ Քոչարյանները, Սերժ Սարգսյանները իրենց մանիպուլատիվ գործելացիվի համար, որովհետեւ իրենց ռևանշիստական նկատումները իրականության վերածեն, իրենք չարամտորեն օգտագործեն պատերազմի կորձոնը։ Հետևաբար, իմ պատասխանս իրենց պիտի լալ ուր էիք դիգնակ եւ բարոնակ թալանչիներ, երբ դուք 1991 թվականից մինչև 2018 թիվը, մինչև 2020 թիվը պետք է ասել, պատմական առիթ ունեիք հայկական պետականության լիակատար կայացման համար, հայկական պետականության տնտեսության, արդյունաբերության, ժողովրդավարության, սոցիալ արդարության, ուրեմն պետության ընձեռած հարստության արդար վերապաշխման համար ուր էիք դիգնակ եւ բարոնակ եւ դուք ոսկե առիթ ունեիք 2000 մինչև 2020 թիվը հայկական բանակի գերարդիականացման բյուջեն բիսցեվով կործատրելու համար, որովհետեւ հայկական բանակը այդ հայտարարության չընթարկվեր, ինչ որ ենթարկվեցավ 2020 թվականի 44 օրյային, եւ հակառակ որ իրենք սաբոտաժի ենթարկած էին եւ թալանի ենթարկած էին պաշտպանության բյուջեն, ես պետք է ասեմ, որ այդ սահմանափակ ռազմական միջոցներով քաչարի հայ դղամարդիկ եւ կանայք իսկապես որ բադիվ փերով բայկար մղեցին։ Պարոն Չապարյան, ներողություն եմ խնդրում, հարցս ավելի շատ նրա մասին էր, թե եթե կամ-կամի տրամաբանությամբ է լինելու ընտրությունը, ինչի մեջ է ընտրելու քաղաքացին։ Պետություն ունենալ չունենալու, պատերազմի եւ խաղաղության։ Շատ հստակ է։ Այ, շնորհակալ եմ հարցի համար, շատ հստակ է։ Քաղաքացին պիտի ընտրեն, ընտրություն պիտի կատարի, հին կողամետական, ռևանշիստական գերս ընդության, իշխանության վերադարձին, թեկուզ սահմանափակ ասենք մասշտաբի վրա, որպես գերս ընդդիմություն, դա նույնիսկ ընդունելի չէ, ընտրություն պիտի կատարի Հայաստանը ռուսական գուբերնիա դարձնել ցանկացող շրջանակների եւ հայկական պետականության ինքնիշխանությունը, անկախությունը, պաշտպանությունը, սոցիալ արդարությունը, ժողովրդավարությունը ուժեղացնել ցանկացող ուժերի միջև։ Այսինքն կամ մենք ունենանք ռեալ արտաքին քաղաքականությունը
ազգազան կառուցած diversification իրականացած հայկական լիակատար պետություն կամ մենք ունենանք ռուսական գուբերնիա ասերուքի միջև է ընդրությունը Շնորհակալ եմ պարոն Չապարյան Ես եմ շնորհակալ Հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի Հայ կյանք եւ USA Armenian Live շաբաթաթերթի գլխավոր խմբագիր աշխարհաքաղաքական վերլուծաբան Աբո Չապարյանի հետ։ Կհանդիպենք